Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորության թեկնածուներն այսօր քարոզարշավի շրջանակում պտտվել են Գյումրիում, խոսել քաղաքի բնակիչների հետ։ Երիտասարդների հետ շփման ընթացքում կուսակցության առաջնորդը մասնավորապես անդրադարձել է պետական համակարգի արդյունավետության բարձրացման միջոցներից մեկի՝ կադրերի ճիշտ ընտրության հարցին։ Աշխարհի թոփ 200 համալսարաններում սովորած շրջանավարտներին մենք հիմա սկսելու ենք ակտիվորեն ներգրավել պետական կառավարման համակարգ։ Ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Կապը հետևյալն է, քանի որ մարդիկ իրենց կրթության վրա մեծ ներդրումներ են արել, նրանք ովքեր ընդունվել են, եւ նրանք հիմնականում ենք տեսնում ենք, որ պետական կառավարման համակարգում աշխատանքը իրենց համար գրավիչ չի։ Մարդկանց հետ զրույցի ընթացքում քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները նաև անդրադարձել են քաղաքում աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև նվազագույն սպառողական զամբյուղի ծախսերը հոգալու համար կենսաթոշակի բավարարել-չբավարարելու խնդրին։ Հայրիկ ջան, նախ 10,000 պլյուս 10,000 ենք ավելացրել։ 10,000 ընձի ավել չի եկել, վատել է։ Անկախիկ պետք է առևտուր արեք 10,000 հետ կստանաք ավել։ То есть ինչ գործում եք վերասա, սաղ ճանքս նախ դեղես, նախ։ Դե հա, սաղ կյանքը, բայց կյանքը փոխվում է, չէ։ Փաշինյանը նաև խոսել է Գյումրու մշտական խնդրի, աղետի գոտու վերացման մասին եւ նշել, որ հարցը գալիք տարիներին ամբողջությամբ պետք է լուծված եւ փակված լինի։ Եթե պետությունը ունի պարտավորություն, կարվի։ Եթե չունի պարտավորություն, մենք ձեզ պետք է օգնենք, որ դուք աշխատեք սեփական աշխատանքով տունը։ Ավելի լավ պայմաններ ձեզ կառաջարկենք։ Առաջիկա 5 տարում պետք է 2031 թվին պետք է Գյումրիում դոմիկ չլինի։ Շրջայցի ընթացքում քաղաքացիական պայմանագրի առաջնորդը նաև խոսել է փողոցում առևտուր անող քաղաքացիների հետ, նշելով քաղաքում շուկաներ ստեղծելու կամ հները հավուր պատշաճի աշխատացնելու անհրաժեշտությունը, որպեսզի այլևս փողոցներում առևտուր կազմակերպելու կարիքը չլինի։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։